Տու 134-ի վերջին ճամփորդությունը։ Այս ինքնաթիռը Հրազդան քաղաքի մերձակայքում է, Ծովինար լճի ափին։ Սակայն ինչպես այս օդանավը հայտնվեց այստեղ, ինչպես սկսվեց նրա պատմությունը եւ ինչպես ավարտվեց այն։ Բարեբախտաբար օդաչուները կարողանում են կատարել անվտանգ վայրեջք, սակայն այս միջադեպից հետո պարզվում է, որ ինքնաթիռը կրել էր չափազանց լուրջ վնասներ, որոնց պատճառով էլ այլևս չշարունակեց իր ծառայությունը։ Ամեն ճամփորդություն իր ավարտն ունի։ 1983 թվականի հունիսի 17-ին Լվով-Երևան չվերթի ժամանակ այս ինքնաթիռը փոթորկի մեջ է ընկնում Աբխազիայի Գալի շրջանի երկնքում։ Օդանավը կորցնում է կայունությունը, իջնում եւ բարձրանում, ենթարկվելով ծանրաբեռնվածության գերբարձր ճնշման։ Վթարից հետո ինքնաթիռը տեղափոխվում է Երևանի Զվարթնոց օդանավակայան, որտեղ տարիներ շարունակ ծառայել է որպես հրդեհային փորձարկումների օբյեկտ, օգնելով հրշեջներին սովորել, թե ինչպես պայքարել օդանավային հրդեհների դեմ։ Այսպես 1984 թվականի հուլիսի 10-ին ինքնաթիռը պաշտոնապես դուրս է բերվում շահագործումից։ Սակայն ժամանակը կանգ չի առնում, եւ 2023 թվականին այս ինքնաթիռը տեղափոխվում է Հրազդանի ջրամբարի ափ, գտնվելով մի վայրում, որտեղ քչերը գիտեն նրա անցած երկար ու դժվար ճանապարհը։ Ինքնաթիռի պատերի մեջ բազմաթիվ պատմություններ են։ Յուրաքանչյուր նստարան, յուրաքանչյուր պատուհան հիշում է իր վերջին ճամփորդությունը, իր վերջին ուղևորին, թեև լռում է, բայց կարծես դեռ պատմում է իր անցած կյանքի մասին։ Այսօր երկաթե այս թռչունը լուռ է, բայց նրա պատմությունը շարունակում է ապրել, իր մեջ հիշելով վերջին ուղևորների պատմությունը, նրանց դեմքերը, նրանց ուրախությունը եւ երազանքները։ Այժմ այս ինքնաթիռը հուշարձան է դարձել բնության մեջ, իր մեջ արտացոլելով ժամանակի ու մարդկային սխալները։ Կիսվիր քո տպավորություններով, եթե եղել ես այս վայրում։ Հավանիր եւ տարածիր տեսանյութը, ինչպես նաեւ չմոռանաս բաժանորդագրվել։